Բարձր դատարան մեր գնահատմամբ սույն գործով իրավական գնահատման առանցքում պետք է դրվի ոչ թե այն հարցը, թե ընտրական գործընթացում առանձին խախտումներ եղել են, թե ոչ, այլ այն, թե արդյոք այդ խախտումները իրենց բնույթով, ծավալով եւ բովանդակությամբ կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա եւ կասկածի տակ դնել ընտրողների կամքի ընդհանուր արտահայտումը։ Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի Սահմանադրական դատարանների կողմից ընտրությունների արդյունքների չեղարկման վերաբերյալ հրատապ զեկույցից բխում է, որ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը չի կարող դիտվել որպես ընտրական խախտումների արձանագրման սովորական կամ ավտոմատ հետևանք։ Ընտրությունների չեղարկումը բացառիկ միջոց է, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ խախտումները կարող էին ազդել քվեարկության արդյունքի վրա։ Նույն զեկույցից բխում է նաև, որ ընտրությունների անվավեր ճանաչման համար անհրաժեշտ է երկու պայման։ Նախ պետք է հաստատվեն էական ընտրական խախտումներ եւ երկրորդ պետք է ապացուցվի, որ դրանք ազդել են կամ կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Այստեղ առանցքային նշանակություն ունի նաև ապացուցման բեռի հետ կապված հարցը։ Ապացուցման բեռն այս դեպքում կրում է դիմողը, որը պարտավոր է ապացուցել ոչ միայն ենթադրյալ խախտման փաստը, այլև դրա պատճառական կապը ընտրությունների վերջնական արդյունքի հետ։ Ընդհանուր բնույթի պնդումները կամ ենթադրությունները չեն կարող հիմք հանդիսանալ ժողովրդի արտահայտած կամքը անվավեր ճանաչելու համար։ Այս մոտեցումը հաստատվում է նաև Վենետիկի հանձնաժողովի 2020 թվականի ընտրական վեճերի լուծման վերաբերյալ զեկույցով, որի համաձայն ընտրությունների անվավեր ճանաչման հարցում որոշիչը ոչ թե խախտման առկայությունն է, այլ դրա ազդեցությունը արդյունքի վրա։ Թույլ տվեք անդրադառնալ նաև Սահմանադրական դատարանի ՍԴՎ 408 որոշմանը, որը մեր համոզմամբ սույն գործի համար ունի առանցքային նշանակություն։ Այս որոշմամբ Սահմանադրական դատարանը հղում կատարելով միջազգային սահմանադրաիրավական պրակտիկային արձանագրել է, որ ընտրությունները երկրում ներկայացուցչական ժողովրդավարության հաստատման եւ ժողովրդի կողմից հանրային իշխանության ձևավորման հիմնական միջոցն են։ Հետևաբար, ընտրությունների արդյունքների վրա կարող են էական ազդեցություն ունենալ միայն այնպիսի խախտումները, որոնք անհնարին են դարձնում քաղաքացիների սահմանադրությամբ հռչակված համընդհանուր, հավասար, ազատ, գաղտնի եւ ուղղակի ընտրական իրավունքի իրացումը։ Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ հստակեցրել է, որ այդպիսիք կարող են լինել նաև այն իրավախախտումները, որոնք աղավաղում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման ընդհանուր պատկերը եւ հնարավորություն չեն տալիս միանշանակ եզրակացության հանգելու ընտրությունների ամբողջ գործընթացի վերջնական արդյունքների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանի որոշման ամենակարևոր իրավական ուղերձներից մեկն այն է, որ ընտրությունների արդյունքների վրա տարաբնույթ խախտումների ազդեցության գնահատման արդյունքում չի կարող ոտնահարվել իրենց ընտրությունն օրինական ճանապարհով կատարած ընտրողների ընտրական իրավունքը։ Այս մոտեցումը Սահմանադրական դատարանը վերահաստատել է նաև 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՎ 1606 որոշմամբ հղում կատարելով ՍԴՎ 408 որոշմամբ ձևավորված չափանիշներին կրկին արձանագրել է, որ անհրաժեշտ է գնահատել խախտման լրջությունը, ծանրությունը, ընդգրկման ծավալը, կատարման միջոցներն ու ձևերը, ինչպես նաև պարզել արդյոք այդ խախտումները կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ ՍԴՎ 1606 որոշումը հատկապես կարևոր է սույն գործի համար, որովհետև այդ գործով եւս դիմողները բարձրաձայնել են վարչական ռեսուրսի, կոշտ եւ սպառնալից հռետորաբանության, ատելության խոսքի, տեխնիկական եւ ընտրացուցակային խնդիրների, իրավապահ մարմինների գործողությունների եւ մանդատների բաշխման վերաբերյալ բազմաթիվ փաստարկներ։ Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը ԿԸՀ որոշումը թողել է ուժի մեջ, արձանագրելով, որ ներկայացված պնդումները չեն հաղթահարել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ ապացուցողական շեմը։ Հետևաբար, սույն գործով դիմողների փաստարկները կարող են քննարկվել միայն այն չափով, որքանով դրանք հիմնված են կոնկրետ, իրավաբանորեն փաստարկված եւ ապացուցված խախտումների վրա, որոնք կարող էին էապես ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Բարձր դատարան, մինչ դիմողների առանձին փաստարկներին կամ դատողություններին անդրադառնալը ցանկանում եմ արձանագրել հետևյալը։ Այս ընտրությունների ընթացքում նախընտրական գործընթացում առկա են եղել արատավոր դատապարտելի երևույթներ, որոնք պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականին։ Խոսքը ընտրողների նախնական հավաքագրման,
նրանց քաղաքական նախասիրությունների ճշտման, միջնորդների ներգրավման, ընտրակաշառքի քողարկված սխեմաների և ֆինանսական հոսքերը թաքցնելու ու նմանատիպ այլ ենթադրյալ արարքների մասին է։ Այդ հանգամանքները քրեական դատավարությամբ սահմանված ընթացակարգով հաստատվելուց հետո պետք է աներկբա բերեն նրան, որ բոլոր մեղավոր անձինք և քաղաքական ուժերը կրեն օրենքով նախատեսված ամենախիստ պատասխանատվությունը։ Պետք է նշեմ, սակայն, որ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցը բոլորովին այլ է։ Դատարանը պետք է գնահատի ոչ թե պարզապես խախտումների առկայությունը, այլ այն, թե արդյոք դրանք կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա և կասկածի տակ դնել ընտրողների ազատ կամքի արտահայտումը։ Ժողովրդական կարգին վնաս հասցնելու փորձերը հաղթահարվել են հենց ժողովրդի կողմից։ Ժողովուրդն իր ընտրությամբ թույլ չի տվել, որ այդ խախտումները էական ազդեցություն ունենան ընտրությունների վերջնական արդյունքի վրա։